Սիրելի հայրենակիցներ, նորից բարև ձեզ, ինչ-որ ըստ ամենայնի ինտերնետի որակի հետ կապված խնդիր կա և հիմա այս անգամ արդեն երրորդ անգամ փորձեմ հեռախոսով ասել այն ինչ պետք է ասեմ, հույս ունենալով, որ այս անգամ ինտերնետ կապի խափանումներ չեն լինի, ինչ էի ուզում ասել արդեն երրորդ անգամ, ուզում էի ասել, որ Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հետ ես արդեն հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել եմ, որ դրական եմ գնահատում հանդիպումը և նաև ասել եմ, որ շատ կարևոր է, որ մենք այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնենք, երբ որ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ և պարտվողներ և իմ կարծիքով շատ կարևոր է, որ հանդիպումից հետո կողմերը իրենց մեկնաբանություններում նախ լինեն հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձևով, այսպես ասած, վատ վիճակի մեջ դնեն, այլ 100%-ով հավատարիմ մնան ճշմարտությանը և բանակցային տրամաբանության ոգուն։ Ընդհանրապես ես սա շատ կարևոր եմ համարում և նաև մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը, որովհետև գիտեք, այսպիսի մի շատ պարզ տեխնիկական և գործնական խնդիր կա։ Պատկերացրեք երկու երկրների ղեկավարներ, ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են և ասենք 2 ժամ, մի ժամ, կես ժամ, 3 ժամ, էական չի ինչքան խոսում, քննարկում են և հանդիպումից հետո հնչում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են և հակառակ են։ Համաձայն եք, որ սա շատ լուրջ խնդիր է առաջացնում և ընդհանրապես հարցի տակ է դնում պրոցեսի ողջ լրջությունը։ Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է, ինչպես Վիեննայում ասել եմ, լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ ուրեմն բանակցային տրամաբանության շրջանակներում մնալ և ըստ էության սա է պատճառը, որ նաև հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը, որը ընդհանուր առմամբ ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն, ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ։ Եվ քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ըստ էության դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, ես հարկ եմ համարում և կարևոր եմ համարում մի քանի պարզաբանումներ մտցնել, նաև մեր բոլորիս ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ բանակցությունները առավել արդյունավետ դարձնելու համար մենք պետք է, այսպես ասած, ինչ-որ ձևով մոռանանք հին և կրկնվող տեքստերը, որոնք արդեն ժամանակի հետ ցույց են տվել իրենց անարդյունավետությունը և պետք է նոր մոտեցումներով առաջնորդվենք նաև բանակցային գործընթացում և սա այն է, ինչ Հայաստանի Հանրապետությունը այսօր առաջարկում է։ 3 հիմնական հարցի եմ ուզում անդրադառնալ կամ ավելի ճիշտ մեկ հիմնական հարցի վերահաստատել, որ մենք Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, այսինքն այն օրակարգով, ինչ մենք նախանշել էինք մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Եվ այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում։ Եվ շատ կարևոր է ընդգծել, որ ես ասել էի նաև և հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ և ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք, ոչ էլ նախապայման։ Սա ընդամենը բանակցային գործընթացը արդյունավետ դարձնելու խնդիր է։ Տեսեք ինչ է տեղի ունենում։
Հիմա օրինակ, երբ որ ադրբեջանական կողմը ասում է, որ այ կարևորն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, այսինքն նրանք դրանով ուզում են ասեն, որ այս բանակցություններում իրենք այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել։ Սա նախ ասում եմ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ որ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք, այսինքն չփնտրել հաղթողների եւ պարտվողների, եւ երկրորդը ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով եւ Ղարաբաղի մասնակցության հարց դնելով մենք ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել։ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցության ֆորմատը ընդհանրապես կասկածի տակ չի, որևէ կասկած չկա այդ ֆորմատի վերաբերյալ։ Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատը ըստ էության։ Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ եւ ԵԱԿ Մինսկի խմբի ձևավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում եւ այս առումով մենք բնականաբար ֆորմատի փոփոխության հարց չենք դնում։ Հիմա Վիեննայում արդյոք քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը։ Իհարկե քննարկվել է։ Արդյոք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը։ Իհարկե լրջորեն փաստարկել ենք։ Արդյոք այս հարցի վերաբերյալ կողմերը եկել են համաձայնության։ Իհարկե չեն եկել համաձայնության։ Արդյոք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ։ Իհարկե ոչ։ Դա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք եւ սա շատ կարեւոր է ընդհանրապես բանակցությունները արդյունավետ դարձնելու համար։ Բացի նախկինում հնչած փաստարկներից, ես ուզում եմ եւս մեկ փաստարկ բերել։ Տեսեք, 2008 թվականից ներողություն, 1998 թվականից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել։ Նաեւ, որովհետեւ մենք հիմա շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 98 թվականից հետո դուրս է մղվել, այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 98-ից 2018 թվականները Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետև բանակցային գործընթացում Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր իրենց կենսագրության փուլում եւ ընդհանրապես կարող էին համարվել եղել են Ղարաբաղի լիդերներ եւ կարող էին նաեւ ինչ որ առումով այդպես համարել։ Համենայն դեպս Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքը այդ բանակցային գործընթացում ներկայացված է։ Հետևաբար մեր փաստարկը ինչ է։ Մեր փաստարկը այն է, որ մինչև 1998 թվականը եւ 98 թվականից հետո Ղարաբաղը ներկա եղել բանակցային գործընթացին եւ հիմա ձեզ հայտնի հանգամանքների բերումով, այն փաստի բերումով, որ ես ծնունդով Ղարաբաղցի չեմ եւ Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ստացվում է, որ ահա նոր հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Հիմա այն ինչ որ ասվել է նախկինում, ասվել է նաեւ Վիեննայում, ավելին է ասվել եւ մենք ունենք շատ լուրջ փաստարկների բազա եւ ընդամենը ես չեմ ուզում մանրամասները քննարկել։ Ես ընդամենը ուզում եմ ասել, որ իհարկե օրակարգի այդ կետը արձանագրվել է եւ ամբողջ ծավալով քննարկվել է Վիեննայում։ Հաջորդ կետը ես ասել եմ, որ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանան, որպես բանակցային գործընթացում նոր մարդ։ Արդյոք այս հարցը բարձրացվել է, իհարկե բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ, ինչպես նաև համանախագահների մասնակցությամբ քննարկման ժամանակ։ Արդյոք այս փուլում կարող ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են եւ մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք։ Ոչ, որովհետեւ դրանք շատ ծավալուն հարցեր են եւ մի քննարկման ընթացքում դժբախտաբար հնարավոր չէր այդ հարցերի պատասխանները ստանալ։ Հիմա ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ հետագայում պետք է նաև քննարկվի եւ մենք այս հարցերի քննարկումը ինչ որտեղ
եւ ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաեւ մեր արտաքին գործերի նախարարներին քննարկումների համար եւ իհարկե համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները։ Երրորդ հարցը հանրությունները խաղաղությանը նախապատրաստման առումով արդյոք այն հարցը եւ փաստարկների այն բազան, որի մասին ես խոսել եմ, բերվել է Վիեննայի քննարկումների ժամանակ։ Իհարկե բերվել է ամբողջ ծավալով եւ նաեւ այս համատեքստում է, որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի առումով խաղաղության համար, բանակցային գործընթացի դրական ֆոնի համար։ Եվ ուզում եմ ընդգծել, որ այս առումով շատ կարևոր էր, որ համատեղ հայտարարության տեքստի մեջ հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև արձանագրվեց, որ զինադադարի հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի եւ առավել ուժեղացվի։ Արդյոք նշանակում է, որ այս թեմայով մենք արդեն ամեն ինչ արել ենք։ Ոչ, իհարկե չի նշանակում, բայց նշանակում է, որ այն process-ը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ վերահաստատվում է եւ մենք առավել ըստ անհրաժեշտության պետք է առավել մանրամասն քննարկենք, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկենք կամ ընթացիկ իրավիճակը ինչպես պետք է առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին։ Ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ ես նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին իներցիոն տեքստեր, որոնք բացարձակապես չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ մենք ունենք բանակցություններում։ Ես կարծում եմ, որ մենք նոր մթնոլորտ ունենք բանակցություններում, նոր իրավիճակ ունենք բանակցություններում, նոր ասելիք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ ունենք բանակցություններում եւ նոր ըմբռնումներ մենք ունենք բանակցություններում եւ անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտությունները ընդունելուց եւ ասում եմ, այս ճշմարտությունները չեն նշանակում կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ որևէ մեկի պարտություն։ Երբ Ղարաբաղը ընդգրկվի բանակցային գործընթացում, արդյոք դա կլինի ադրբեջանական կողմի պարտություն։ Իհարկե ոչ, որովհետև չի կարող որևէ բանակցություն լինել արդյունավետ եւ բերել կարգավորման, եթե այդ բանակցային գործընթացում կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որևէ կողմ դուրս է մնում բանակցային գործընթացից։ Եվ ելի եմ ասում, այս խնդիրը մեզ համար ոչ նախապայման է, ոչ քմահաճույք է, դա ընդհանրապես ինչպես Ստեփանակերտում ասացի, սա արտահայտում է մեր հարգանքը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ, որովհետև մենք ուզում ենք, որ մեր տեքստերը եւ մեր գործերը 100% համապատասխանեն իրար, եւ եթե մենք ուզում ենք լուծել Ղարաբաղի հարցը, ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, իսկ մենք ուզում ենք խաղաղ կարգավորման հասնել, առաջին ամենակարևոր պայմաններից մեկը անել դրա համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական քայլերը եւ հենց Ստեփանակերտի օրակարգը մեծ հաշվով հենց դրա մասին է։ Ես այս ուրեմն մեկնաբանությունները անելու անհրաժեշտությունը տեսա Ադրբեջանի մեր գործընկերների մի շարք մեկնաբանությունների ծանոթանալով, որոնք էլի եմ ասում, ես չեմ ուզում որևէ գնահատական տալ այդ մեկնաբանություններին, պարզապես ուզում եմ, որ մենք բոլորս մնանք այն պայմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք ենք բերել մեր հանդիպումների ընթացքում եւ այդ շրջանակը ըստ էության արձանագրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ մեր արտգործնախարարների համատեղ հայտարարություններում։ Այսքանը
ոնց որ թե բան չմոռացա ասեմ, սիրելի ժողովուրդ, ոչինչ, եթե ինչ-որ բան մոռացա ասել, դա հաստատ առաջի կարևորության ինչ-որ արձանագրում չէր, կամ եթե նույնիսկ եթե ինչ-որ բան պետք լինի ասել, մենք միշտ ուղիղ մշտական կապի մեջ ենք, ինչպես տեսնում եք, ցանկացած պահի կարող եմ ես ձեզ դիմել մի շարք հարցերի վերաբերյալ իմ մտորումները ձեզ հետ կիսելու վերաբերյալ, հույս ունեմ լավ եք, տրամադրություններ լավ է, եւ մենք ինչպես ազգային ժողովի իմ ելույթում վերջին, որը վերաբերվում էր կառավարության ծրագրի կատարման ընթացքին, ասացի, որ մի շարք լավ նորություններ սպասում ենք, մի շարք լավ նորություններ արդեն կան եւ այդ նորությունների թիվը գնալով շոշափելի է դառնում։ Ես մի այսպիսի դիտարկում եմ ուզում ասել, վերջին մի ամսվա իմ աշխատանքը հենց դրանով է տարբերվում, որ ես սկսում եմ ստանալ տնտեսական բնույթի լավ նորություններ, հուսադրող նորություններ եւ համոզված եմ, որ այդ նորությունները սկսել են եւ այդ նորությունները չեն ավարտվելու, մինչեւ մենք չեն ավարտվելու, երբեք չեն ավարտվելու, Հայաստանը պետք է շարունակաբար տնտեսական հաջողություններ ունենա եւ ես էլի առիթից օգտվելու չասեք բան, տենց այդ մի թեմայից շատ եմ բանանում, մի թեմայի վերաբերյալ շատ եմ կենտրոնանում, բայց խնդրում եմ չմոռանաք ՀԴՄ-ներ պահանջելը եւ սիրելի գործարարներ, ձեռնարկատերեր, խնդրում եմ մի մոռացեք ՀԴՄ-ներ տրամադրելու խնդիրը։ Այո, օրինակ հիշում եք, ես ասացի, որ այս տարի պլանավորում ենք 40 միլիարդ դրամով բյուջեի եկամտային մասը գերակատարել եւ այդ process-ը արդեն իսկ սկսված է եւ առաջին եռամսյակում մենք արդեն իսկ ունենք շոշափելի գերակատարում բյուջեի եկամտային մասի եւ դա նաեւ ձեր շնորհիվ է, իհարկե նաեւ պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի, լավ աշխատանքի շնորհիվ, բայց նաեւ ձեր շնորհիվ, սիրելի հայրենակիցներ, որ արձագանքում եք կառավարության հետ համագործակցելու այդ կոչին եւ հսկիչ դրամարկային կտրոններ եք պահանջում բոլոր տեղերում, որտեղ առևտուր եք անում եւ մեր սիրելի գործարարները, ձեռներեցները համոզված եմ նույնիսկ չեն էլ սպասում, որ իրենցից պահանջեն, որովհետեւ մեզնից յուրաքանչյուրը բնականաբար պիտի շտապի ժամ առաջ, րոպե առաջ իր քաղաքացիական պարտքը կատարել։ Ի վերջո այդ գումարները ծախսվելու են ճանապարհների վրա, զինվորականների աշխատավարձը բարձրացնելու վրա, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու վրա, մարզերում, գյուղերում կապիտալ ներդրումներ անելու վրա, մեր կյանքը փոխելու վրա, շոշափելիորեն մեր կյանքը փոխելու վրա։ Շնորհակալ եմ ձեր ըմբռնման համար եւ շնորհակալ եմ, որ հետեւում եք։ Լավ եղեք։